Մարիա հեռուստասերիալում հարաբերություններն ավելի են բարդանում, երբ Աբուլը պատահաբար ականատես է լինում Մարիայի ու Ռաֆի գրկախառնությանը։ Նա ոչինչ չի ասում, ոչ մի բառ չի հնչեցնում, բայց այդ պահից ի վեր վերաբերմունքը փոխվում է Մարիայի հանդեպ։ Հիասթափությունը մեծ է, իսկ հարցերը անպատասխան։ Այդ պահին Աբուլը սկսում է կասկածել ամեն ինչին, ինչ գիտեր մինչ այժմ։ Միևնույն ժամանակ Դավիթին բանտում թույլ են տալիս հեռախոսազանգ կատարել և նա զանգում է Աբուլին։ Դավիթը եղբորը խնդրում է, որ այլևս չգա իր մոտ բանտ, քանի որ չի ցանկանում, որ Աբուլը նման վայրերում հայտնվի։ Նա վստահ է, որ շուտով ամեն ինչ կհարթվի, բայց մինչ այդ խնդրում է եղբորից հոգ տանել Մարիայի մասին, քանի որ նա հիմա ընդհանրապես մենակ է։ Բայց Աբուլի պատասխանը սառն է։ Նա ասում է, որ Մարիան շատ լավ է ու մենակ էլ չէ։ Դավիթը շփոթվում է, ինչ է նշանակում այս պատասխանը, այդպես էլ չի հասկանում։ Բայց երբ ցանկանում է պարզաբանում ստանալ, Աբուլը խուսափում է հարցից և ուղղակի փոխում թեման։ Այդ ընթացքում Ռուբենը ամբողջովին կենտրոնացած է իր աշխատանքի վրա, սակայն Նոնան չի թաքցնում իր դժգոհությունը։ Նա Ռուբենին մեղադրում է, որ մոռացել է ընտանիքը, տունը, նույնիսկ իրենց որդուն Աբուլին։ Ավելին, Նոնան զայրացած է նաև այն փաստից, որ Մարիան գնացել է Օֆայի մոտ, իրենց ընտանիքին այդքան ցավ պատճառած կնոջը տեսակցության։ Այս խոսքերը մի անգամ էլ բացահայտում են Նոնայի երբեմնի ու հիմա էլ չմարած թշնամանքը Օֆայի հանդեպ։ Միաժամանակ Ռաֆը կասկածում է Մարիայի պահվածքին։ Նա հասկանում է, որ Մարիան անսպասելի բարություն ցուցաբերելով փորձում է մտերմանալ, իրականում նպատակ ունենալով ինֆորմացիա կորզել արտակի սպանության հետ կապված։ Տուն վերադառնալով Ռաֆը ամեն ինչ պատմում է մորը Ալլային, ու Ալլան կրկին ոչինչ չի ասում։ Նա պարզապես նստած լսում է որդու զառանցանքները, թե ինչպես է որդին խոսում իր մութ պլանների մասին, չհասկանալով, որ իր լռությամբ նոր հանցանքի դուռ է բացում։ Ռաֆն ասում է, որ հիմա էլ իր պլանն ունի ու նա դեռ կհասնի Մարիային իր ուզած ձևով։ Եվ այսուհետ ինչ էլ լինի, արդեն Ալլան է մեղավոր լինելու, քանի որ նա այսքան ժամանակ լռում է։ Այս լարված մթնոլորտում Ռաֆը զանգում է Մարիային ու հանդիպման կանչում։ Ասում է, որ կարևոր բան ունի ասելու։ Մարիան խառնվում է իրար, բայց համարձակվում է գնալ այդ հանդիպմանը։ Նա չգիտի, արդյոք Ռաֆը հասկացել է իր պլանները, թե ոչ, բայց գիտի, որ այս հանդիպումը կարող է ճակատագրական դառնալ։ Ռաֆն էլ արդեն որոշել է, եթե Մարիան փորձում է ձայնագրել իր խոսքերը, ապա ինքը պատրաստ է ցանկացած բանի, անգամ վնասելու Մարիային, բռնի ուժ գործադրելու նրա նկատմամբ, թեկուզ նաև բռնությամբ տիրանալու։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիային կհաջողվի ձայնագրել Ռաֆի խոստովանությունը և հանձնել այն ոստիկանությանը, թե Ռաֆը կխանգարի նրան այդ հարցում։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկում են ասելի հո անտեր չես։ Նեկում կերկուլեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունես։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղեք չեմ կանտարի։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսեր։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Он մոսկովաց նամար։ Չէ՞ սուր։ Նեժնին ստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա
Տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մրցիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես իրան ուզում եմ։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորայանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մի քիչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսոնական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա արված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։